Առավոտը զարթնում եմ, առաջինը սուրճն է, միած սուրճ պետք է խմենք, ու տիկնոջս հետ գալիս ենք գոմերը, մեր անասունները կերակրելու, կովնակթեմ եւ այլն, ամենքս մեր աշխատանքն անում ենք, ոնց որ բաժանված արդեն կապ չունի։ Եթե ես տանը չլեմ, նա իմ գործն էլ կանի, կամ ինքը տանը չլի, ես իր գործը կանեմ։ Հենց իրար հետ աշխատում ենք, գոմը վերջացրինք, գնում ենք տուն անելու ինչ կա, սպասեմ մինչև ճաշվա կերակրելու ժամը գա, հետո երեկվա կերակրելու ժամը գա։ Իմ ուժերով տունս եմ սարքե, սա հայրական տուն չի, իմ տունն է, ես Հորստանից բաժանվել եմ 90-91 թվին երևի, եկել ենք դոմիկ ենք դրես իմ տնամերձեմ ու սկսել եմ իմ ուժերով տուն սարքելը։ 6 հատ երեխա եմ պահել, մեծացրել, ամուսնացրել, դրա հետ մեքենաներ եմ առել, տրակտոր, գործիք որոշ ու հետ չեմ գնացել էլի։ Ամեն օր աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր տներ են կառուցվում, բայց քչերը գիտեն ինչպես է տունը տուն օջախ դառնում։ Մեկի համար դա պարզապես բանվոր պահելն է, քարը քարին դնելը, բայց Փայլակ պապի համար տարիներ շարունակ ամեն քարի ու շաղախի հետ կատ-կատ քրտինք շաղաղելն է, բայց միայն քարն ու պատերը քիչ են։ Տունը շունչ է առնում, երբ բակում տեխնիկայի ձայն է լսվում, իսկ դաշտը մշակողի ձեռք զգում։ Փայլակ պապի համար իր տրակտորն ու գործիքները պարզապես երկաթի կտորներ չեն։ Դրանք ոչ միայն տարիների վաստակն են, հատ-հատ հավաքած, խնամած ու սազացրած, այլև արարման իր ամենակարող օգնականներն են։ Սա փուճուր լավ է տա, բեր տեղափոխելու հմայա, այն մի քիչ մեծոտ է։ Նա էլ է դեղ փչող գործիք էլ է ժամանակին, հնացել է փոխել ենք արդեն այդ ենք դրե կախովի մի հատ կա։ Սանով ենք դեղերը փչեմ, ասենք կարտոշկի, ցորենի, մոլախոտի, բանի, տոթի, նրանով կարտոֆիլը հանում ենք, շուտ, սա մի 30 տարի կլի ես տրակտորն եմ առել, մի 15-10 տարի կլի ցեպավորն եմ առել, որ գյուղի բարեկամի դրանակայինած, ես տուֆերի խաթեր, դե չես բերի հայաթը, թենց քիչ էլի, ինչ ձեռն ես հետ ինչ կարացել առել են։ Ձմռան ավարտին, երբ ձյունը լեռնափեշերից կամաց քաշվում ու գագաթներ է բարձրանում, գյուղական բակերում սկսվում է չակերտավոր տարօրինակ մի ծիսակատարություն։ Դա հողը փորել ու ցանքսին նախապատրաստելը չէ, այլ պալար բերքը պահելու գյուղացու հնարամտության դրսևորում։ Հնում, երբ գյուղացին հնարավորություն չուներ հսկայական շտեմարան պահեստարաններ կառուցել, ճիշտ օդափողություն ապահովել, գործի դրեց իր հնարամտությունը։ Աշնանը, երբ հողը տալիս է իր վերջին բարիքը, Փայլակ պապը բոլոր գյուղացիների նման կարտոֆիլի մեծ մասը վաճառում է։ Ձմռան վաճառվելիք է տեղադրում մարագում, իսկ մի մասն էլ գարնանը թանկ վաճառելու համար նորից հանձնում է հողին, բուրդ դնելով։ Սա մի տեսակ խնայողական պարենային հաշիվ է բաց երկնքի տակ, սեփական բանջարանոցում։ Ու հիմա, երբ գարնան առաջին արևը սկսում է տաքացնել տնամերձը, գալիս է ամենահետաքրքիր պահը՝ բացել կենդանի պահեստն ու տեսնել, թե ինչպես է հողը հետ վերադարձնում իրեն վստահվածը։ Ամեն անգամ մի թույլ մտավախություն է լինում, չի սրտահարվել խնայողությունը, բայց ոչ, կարտոֆիլը լավ է պահպանվել, մնացել նույնքան պինդ ու թարմ, որքան աշնանը։ Սրա շատը վաճառել ենք, մի 2 տոնի չափել թողել ենք, որ գարնանը վաճառենք, պարտան ու ցալյար կառնելու էլի, բուրտել ենք ասեմ, պահեստը տեղ ունենք, բայց սրա մեջ ստեղ թարմա մնեմ, ընդեղ թարամը մա, ստեղ լրիվ թարմա մնեմ։ Նայի, տես ինչքան թարմա, տեսամրությունը, ինչքան հայմ է։ Իսկ պատվալում, եթե պահենք, պատվալինը թարամը մա, ճլորը մա էլի։ Դե ասենք բազարում վերավաճառողներ կան, բան կան, գալիս են իրանք են հայատից առնեմ տանեմ, կամ մենք ենք վարձնում լիվ են տանում իրանց տալի, մի քանի դրամ էլ իրանք են մեջը մտնեմ, ծախում են էլի, հա։ Ինչքանով եք վաճառում։ Սա մի 160-170-ի կարգի խոշորը, սերմացուն 100-ով եմ տալի, այնտեղ բան եմ ունեմ, գարաժ եմ ունեմ, կարանք գնանք նկարեք։ Խաբարի եմ սպասում, որ մարդիկ կան, հետաքրքրվեմ են։ Ես արդեն հանացա վաճառքի։ Սա
սերմացուն, փայլակ։ Հա, սա սերմացուն։ Դե կարան ուտենել։ Ծվից խոշոր կարտոֆիլ կա մեջը նայ։ Իսկ սա քանիսով եք վաճառել։ Սա 100-ով պետք է տամ։ Այս տարի հարմար է։ Տարի էլ 40-50 դրամով խոշոր չենք կացել ծախենք։ Մնացել է, ես մարդի գիտեմ, որ դաժե թափել են, չի վաճառվել, թափել են։ Դե նա արդեն սրտակտրվում էլ չի մշակի էլի։ Աշխատի ու կանգնի, թեզ միամ իսկ Լինում են նաև տարիներ, երբ հողը առատաձեռն է գտնվում, բերքը շատ, բայց հենց այդտեղ էլ թաքնված է գյուղացու դրաման, որին անհաղորդ են բոլոր ժամանակների իշխանությունները։ Երբ շուկայում չափից շատ արտադրված կարտոֆիլի գինը կոտրվում է, ամիսների քրտինքն ու չարչարանքը, ֆինանսական ծախսերը գումարվում, վերածվում են մեծ թվերի, որոնք չեն փակում անգամ ծախսած վառելիքի գինը։ Փայլակ պապը ցավով է հիշում այն տարիները, երբ մարդիկ կրակն ընկած սեփական ստեղծածի ձեռքը ստիպված են եղել բերքը պարզապես թափել ճամփեզրին կամ լավագույն դեպքում դարձնել անասնակեր։ Դա հողի մշակի ամենամեծ ողբերգությունն է, տեսնել թե ինչպես է տարվա վաստակը դառնում ոչինչ, բայց նորից ու նորից վերադառնալ նույն հողին ու նորից սկսել զրոյից։ Փայլակ պապը այն տեսակն է, որին հողը չի կարողացել կոտրել, իսկ տարիները հոգնեցնել, բայց այսօր նրա հայացքում ոչ միայն սեփական վաստակի հոգսն է, այլ մի ամբողջ գյուղի լրակյաց տագնապը։ ինչ որտեղ մտավախություն էլ կա։ Ասենք, եթե չի արտահանվեմ Վրաստան, Ռուսաստան, եթե չի արտահանվեմ, մտավախություն կա, որ ասենք, դե կոնկրետ իմը չէ, իմը մի, ասենք, մի 5 տոննա սերմի ունեմ, 2 տոննա անի։ Նիվային եմ բարձրում այդ կողքի գյուղերը բանը տանեմ են դեպի լորուտի բանի կողմերի վրա կարամ տանեմ, իրացնեմ, բայց մարդ կա հարյուրավոր տոննաներով ունի։ Նա եթե չարտահանեն, մենակ Հայաստանով իրան ինքը չի կարա իրացնի։ Իսկ այս տարին սպասելիքներ ունեք, էլի նույն քանակով ցանելու եք, ցանքսեք անել։ Հա, պետք է ցանեմ, ես չեմ կոտրվում։ Պետք է ցանեմ, հա։ Արտադիր։ Մի տարի լավ կլի, մի տարի վատ կլի, ինչ կարանք անենք, էտա։ Արի լավ է, մի հատ կան չի։ Քանի դեռ մեծ արտադրողները սպասում են արտահանման բաց դռներին, Փայլակ պապը իր նիվան է բարձում ու հասնում հարևան գյուղեր։ Վստահ, որ այս հարցում չկա պետություն, չկա աջակցություն ու ինքը մենակ է իր խնդիրների հետ։ Հատկապես իրացման հարցում ինքն է իր գլխի տերը, բայց գյուղատնտեսությունը միայն բերքը վաճառելը չէ։ Դա հողի հետ երկարատև դաշինք է ու այդ կարևոր գործում չկա արբիտր։ Գյուղատնտեսության նախարարությունը, որի հնարավորությունները ուժեղացնելու փոխարեն Փաշինյանի կառավարությունը որպես ավելորդություն վերացրեց ու փակեց։ Հայաստանի ֆերմերները մնացին մի տեսակ անտեր։ Այն հին ժամանակներում, այսպես կոչված նախկինների ժամանակ, այդ նախարարության հեռավոր արձագանքները գոնե նկատվում էին։ Հիմա վաղուց հետքնել է անհետացել ամեն բան էլ։ Գյուղացին մնացել է ինքն իր հետ միայնակ եւ միայն դեպքից դեպք ինչ որ աջակցության մասին է խոսվում, բայց պապը հանձնվողներից չէ, նրա բակում ու դաշտերում ամեն ինչ պլանավորված է տարիներ առաջ։ Այստեղ գիտեն, հողը պահել է պետք, որ հողն էլ քեզ պահի, բայց այդ դաշինքի մեջ այսօր միայն գյուղացու կամքը քիչ է, հարկավոր է նաև պետության թիկունք, ասում է զրուցակիցս։ Պետության կողմից, եթե սուբսիդավորվեր դիզվառելիքը, որ սորվա դրությամբ ես Իրանի պատերազմի պատճառով թանկանամ, օրեցօր թանկանամ, դա էր պետք։ Պարտանութը սուբսիդավորվեր, որ մի քիչ էժան գնով առնեինք, թե չէ մնացածը հողը տված գյուղացուն պետք է աշխատեն ապրեն, ուրիշ ձև չունենք։ Հիմնականում դա է, մինչև սորել նույնն է, անասնապահություն, հողագործություն, ուրիշ գործ չկա։ Փառք Աստծո, ես չեմ դժգոհում, աշխատում ենք, ստեղծեմ մեր մի կտոր հաց ապրեմ էլի։ Փայլակ պապը չի դժգոհում, բայց ցանկությունները հենց դժգոհություն է չեղածից։ Օրինակ Իրանի պատերազմը մեր քթների տակ է, ինչ է անում կառավարությունը։ Գոնե այդ պատերազմով մտահոգ կարող էին խոստանալ, որ կկանգնեն գյուղացու թիկունքին, հատկապես երբ կսկսվեր ակտիվ գյուղաշխատանքների սեզոնը։ Լրատվությանը շատ չի էլ հետևում, բայց վստահ է, որ նման բան լիներ, գյուղացիները լսած կլինեին։ Այս օրեքուց Փայլակ պապը իր 65-ամյակը կնշի, բայց իմ հերոսի աշխարհը միայն հողի սև ու սպիտակ ակոսներով չի ավարտվում։ Գյուղական տնտեսությունը մի բարդ ու փոխկապակցված օրգանիզմ է, որտեղ դաշտն ու անասնագոմը շնչում են նույն ռիթմով։ Եթե ցորենն ու արվույտը հողի օրհնությունն են, ապա անասնապահությունը տան կայունության եւ հարստության երաշխիքն է։ Ես գործ եմ անում, շախտված ասախ։ Տնտեսությունը սա է, մեր գոմը, մեր հողերը, ես շատ գիտեմ, եկեք։ Եկեք, արի ներս արի, թե հոտիկ չես վախեմ, վուրվակները մի ամիս, երկու ամիս հետո մորթի տակ, բերունը սա, ծնած, գոջեքը, էլի մի ամսից վաճարքի, կովը սա, էլի ինչ, ես էլի խոզեր,
հորթը, երկու հատ հորթ։ Կողեսում հողն ու անասունը միշտ մրցակցության մեջ են։ Կարծես երկու հին բարեկամներ, որոնք չեն կողմնորոշվում, ում ձայնն է ավելի կարևոր։ Փայլակ պապը չի կարող չասել, որ Կողեսում անասնապահությունը կամաց նահանջում է։ Ձեռքերի մատերը հերիք են, որ հաշվի, թե գյուղում քանի հոգի է անասուն պահում։ Տեսնում է այս նուրբ հավասարակշռության խախտումը, նա գիտի, եթե դաշտը հաց է, ապա անասունը հենարան, ու մեկն առանց մյուսի գյուղը կիսատ է, գյուղացու կյանքն էլ ոչ լիարժեք։ Անասնապահությունը քիչ անեմ ընդհակառակը։ Չի ավելանեմ, կոնկրետ մեր գյուղում հիմի այս տարի երևի գարնանը, որ հանեն արոտի, մի 50 հատ կով կլի, ասենք կողքի գյուղերում կա, որ մի հոգին այդքան ունի, բայց մեր մոտ չէ, մեր մոտ հողերը 100%-ով մշակվում է, մարդիկ իրանց եկամուտը ստեղծում են հողից, անասնապահությանը այդքան բան չեն անում, էլի, որը ստացիոնար կերակրվող անասունա պահում են, որը հանդգնացող է, համարյա չեն ուզում, ոչխար ընդհանրապես մի հոգի է ընդամենը գյուղում պահում, մնացածը չունեն։ Մեկը մեկին փագում է, երկուսն է կարելի է։ Երկուսն է կարելի, եթե ես մի քիչ տարիքով ջահել էի, անասնապահությունը մի քիչ կավելացնեի։ Ասենք, եթե մի անգամ կարկուտա գալի հույսը դաշտից կտրեմ ես, կոմիցդ մի անասուն կանես կմորթես, քո հացի խնդիրը կլուծես։ Հա, այդ ձևի։ Մեկը մեկին փագում է, էլի։ Ուղղակի ջահելա պետք է, էլի, մի քիչ ջահելի, որ զբաղվի այդ գործով։ Փայլակ պապը անցյալի ու ներկայիս ամանագծի արանքում փորձում է համեմատություններ տանել ու ասել, այն ժամանակ խորհրդային կարգերն էին ստիպում ապրել, հիմա սեփական կամքն ու աշխատասիրությունը։ Սակայն այդ ազատությունը իր հետ բերել է նոր, ավելի դաժան մարտահրավերներ։ Չկա կայունության երաշխիք, չկա ապահովագրված գին ու ամեն մի ցանց նման է վտանգավոր խաղի, բնության ու շուկայի հետ։ Մի խոսքով Փայլակ պապը մի խորը հոգոց է հանում ու ասում, մեկն ալին եմ տալիս, մեկ էլ մեխին, ու չգիտի ի վերջո որն է լավ, որը վատ։ Հնարավորությունը հիմի ժողովրդին ձև կա ապրելու շանս են տվել հարստանալու այն ժամանակ կոմունիստների վաղտի եթե 2-3 կով ավել ունենը մեր դու պետք է դրա համապատասխան տայր որտեղից է ստեղծել իրանք չուներ այդքան ավելացնել հիմի հնարավորություն են տվել կարում ես 200 հատ կով պահի քեզ ով է խանգարում 100 հեկտար հող մշակի քեզ չեն խանգարում ոչ մեկը աշխատասեր մարդու բան է ուղղակի դե ես էլ իր թերություններն ունի էլի ասենք կայուն գներ չկա, ապրանքը իրացնելու խնդիր կա, ասենք կարտոֆիլը մշակել ես, սոյը նկարած 100 տարի պահես, բայց եթե կարտոֆիլը փչացավ, դա հիմի եթե չկարացինք վաճառենք, մի ամիս ու կես հետո նա արդեն փչացած է, պետք է դեմ լցնենք, այ իրացման խնդիր ունենք։ Առանց պայքարի ոչ մի բան չկա, ասենք ում լաջանես թողած քո տնտեսությունը, քո հողերը անմշակ թողած։ Ամեն տարի հաջորդ տարվան հույս դնելով ասում ես եկող տարի ավելի լավ կլի, մի հատ է փորձենք ու թենց մի ասելով գնաց մինչև 40 տարի, 35 տարի։ Փայլակ պապի համար ազատությունը միայն հարյուրավոր հեկտարներ մշակելու կամ անասունների գլխաքանակը ավելացնելու հնարավորություն չէ։ Դա նախ եւ առաջ սեփական խղճի ու սեփական քրտինքի առաջ պատասխանատու լինելն է։ 40 տարի շարունակ նա սովորել է հույսը դնել միայն իր բասկի ու Աստծո կամքի վրա։ 40 տարի մեծ բանաստեղծի խոսքերով կյանքը նրա համար ոչ մի ոսկի հասկ չծնեց։ Ամեն տարի կրկին ու կրկին հույսը մնաց հաջորդ տարին։ Ու այսպես ինչուների հոգսի տակ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ շատերը փորձում են հարստանալ վարկերի ու մեծ պարտքերի հաշվին, Փայլակ պապը պահպանում է իր հնաոճ թվացող, բայց ամենահուսալի սկզբունքը։ Պարտքի տակ չենք ընկնեմ, վարկի ու բաների տակ չենք մտնեմ, ընդհանրապես մտածել չենք։ Մեր աշխատանքով, մեր քրտինքով ապրեմ ենք։ Վարկ չեն վերկալել, բայց առաջարկել էլ, որ այսքան միլիոն դրամի կարակ տնտեսությունը թաշվի առնելով նրանք տենում են էլի վճարունակ մարդկանց ես հրաժարվել եմ եթե փորձել եմ իմ եղածով 1-2 սարքեմ ոչ թե ասենք վարկ վերունեմ վարկով չես կարող իմանաս գյուղատնտեսությունը մի քիչ վտանգավոր բան է վարկ վերունես դնես հողին բնությունն է կարկուտնա գասրփի տանի ինչով տաս Նա իր կյանքը կառուցել է հեռու մնալով բանկային վարկերի ու պարտքերի լաբիրինթոսներից, բայց պարզվում է ժամանակակից աշխարհում կան լաբիրինթոսներ, որոնցից խուսափելն անհնար է, նույնիսկ եթե ապրում ես սարերի փեշին ու հույսը դնում ես միայն քո բասկի ուժին։ Համայնքների խոշորացումն ու վարչական նոր փոփոխությունները, որոնք թղթի վրա գուցե բարեփոխում են թվում, շարքային գյուղացու համար վերածվել են անվերջանալի ու հոգնեցուցիչ վազքի։ Փայլակ պապը, որը սովոր է հաղթահարել բնության բոլոր քմահաճույքները, այսօր ստիպված է կռիվ տալ մի համակարգի հետ, որտեղ մարդն ու
նրա ժամանակը հաճախ կորչում են թղթաբանության քաոսի ու գորշության մեջ։ Բարեփոխում ու բարեփոխում են մեկ համայնքները, մեկ ոստիկանությունը, մեկ կադաստրը, մեկ պետռեգիստրը ու այդ բարեփոխումները դառնում են չարեփոխություններ իր նման գյուղացի աշխատավորների համար։ Խոշորացնում են համայնքները։ Մի հատ բանի, մի դոկումենտի խաթեր տանս վրից պետք է մարդիկ կային գրանցված պետք է հանեի։ Ստեփանանի պասպորտ ցեղանը փակել են, գնացել եմ Տաշիր։ Ընդեղից ասել են տանը հասցեն գնա բանից բեր կատաստրի կոմիտեից։ Կատաստրն Վանաձոր է, գնացել են Վանաձոր Տաշիրից։ Ընդեղից ասել են գնա ձեր համայնքապետանից մի հատ թուղթ բեր, որ դու այդ բանը մեզ գրանցվեմ։ Մի հատ եկել եմ Լորիբերտ, ասին կողից նոր գնացել Լորիբերտ։ Այդ թուղթը նորից տարել Վանաձոր։ Վանաձորից վեր կալել տարել նորից Տաշիր, որ 3 հոգի իմ տան ավել գրանցված են հանեմ նրանց։ Այդ դա է։ Բան են անում, հավաքել են միտեղ։ Լավ Տաշիրը ծայրամասային քաղաք է, Վրաստանի սահմանի հետ կապված։ Ինչի պետք է ինտեղ լինի։ 65 տարեկան մարդ եմ գնամ ժամով կայնեմ այնտեղ, որ պետք է 3 հոգի ընտանից անեմ։ Սա դեռ ամենը չի, պարզ ու միամիտ գյուղացին թոշակառուն այսօր ստիպված է սովորել մի նոր թվերի ու անտեսանելի քարտերի լեզուն։ Այնտեղ, որտեղ պետությունը տեսնում է առաջընթաց ու հարմարավետություն, Փայլակ պապն ու նրա տարեկիցները տեսնում են անորոշություն։ Տեխնոլոգիական դարաշրջանը գյուղ է մտել առանց հարցնելու, արդյոք պատրաստ է 80-ամյա ծերունին իր վերջին հույսը՝ թոշակը վստահել պլաստիկ մի կտորի։ Եվ արդյոք արդար է թվային այդ հաշվարկը նրանց համար, ում ամեն մի կոպեկը կշռված է ու չափված։ Ասենք հա, որոշ չափով մի քիչ գրագետ մարդիկ հասկանում են, ինչ որ չափով կարող են անեն։ Անգրագետ մարդիկ կան տարիքով 80-89-ից քարտային գնա առևտուր արա։ Նա գլխի ինչ է կատարվում։ Իր քարտից ինչքան փող կարան տանեն, ինչ կարան անեն, դա էլ է։ Բաներ կա որ սխալ է։ Կամ ասենք գյուղան 36000 դրամ եմ ստանում, ասենք տարա 20000 դրամ ավել ես անցական կոմունալ եմ տալի։ Դրա վրա քեշբեք չի գալի։ Լա կոմունալը չտամ ինչ անեմ։ Բանը խմիչքն առնել դե խմող չեմ։ Պապիրոզ առնելը մեկ էլ կոմունալը։ Վրեն տոկոս չի գալի։ Ծխող չեմ, խմող էլ չեմ։ Թվային քարտերն ու բանկային հաշիվները գյուղացու համար դեռ անծանոթ ու սառը աշխարհ են, բայց պետական հոգացությունը կողեսում տեսանելին է նաև անզեն աչքով։ Այստեղ սալարկված են փողոցները, կա գազ, լույս ու մշտական ջուր։ Արտաքուստ գյուղը ոչնչով չի զիջում քաղաքին, սակայն գեղեցիկ ճանապարհները միշտ չէ որ տանում են դեպի տուն։ Հաճախ դրանք դառնում են հարթ ուղի գյուղից հեռանալու համար։ Փայլակ պապը ցավով է նկատում հարմարավետություն կա, բայց չկա ամենակարևորը՝ հողի ու գոմի հանդեպ այն աննացորդ սերը, որով ինքը կերտել է իր տունը։ Այսօրվա երիտասարդի համար գոմ մտնելը այլևս գրավիչ չէ, իսկ հողի հետ կռիվ տալը ծանր ու անշնորհակալ աշխատանք։ Ամեն ինչ էլ արել են։ Գյուղը, ասենք, որ ասես հետա գնեմ, այդ բանով չէ։ Տուֆապատա փողոցները լրիվ տուֆով սարքած է, գազաֆիկացված ամբողջ գյուղը, ջուրը կա, պաստանի ջուրն ունենք։ Ամեն ինչ քաղաքի ապրողի նման ենք, ուղղակի գյուղում աշխատատեղ չլելու հիմա գնում են ջահելները դուրս են գալի։ Մեծամասամբ գնում են պայմանագրային։ Կամ մեծ քաղաքներ, օրինակ այստեղ հերս մեր երեխեքն են։ Իրեքն է դուրս եկած Երևան գնացել են աշխատեն։ Հոգիս թորներն են։ Գուցե մի օր այդ նույն ու հարց սալարկված ճանապարհները ջահելներին ոչ թե հեռուն տանեն, այլ հետ բերեն տուն դեպի հողի հոտն ու հայրական օջախի անփոխարինելի ջերմությունը։ Իսկ մինչ այդ Փայլակ պապը նորից կխմի իր առավոտյան սուրճը, կբարձրանա իր տրակտորն ու կգնա դեպի դաշտերը, որովհետև նա գիտի մի պարզ ճշմարտություն, քանի դեռ հողը մշակող ունի, իսկ տունը տեր, աշխարհի ոչ մի քամի չի կարող սրբել տանել մարդու ստեղծածն ու նրա արդար վաստակը։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ։
Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիգյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Falex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։